Եթե նման համաձայնություն լինի, վերջապես այդ միջուկային կոնֆլիկտը լուծվի, դա նշանակում է, որ կարող է պատժամիջոցների մեղմացում լինի Իրանի նկատմամբ, դե ասեն վերջը մարդը իրեն կարգին պահեց, մարդու իրավունքների գծով կարող է ինչ-որ մեղմացումներ լինեն, հատկապես այս ցույցերից, կոտորածներից հետո կանանց գլխաշորի ռեժիմի թեթևացումն է, հիջաբը եւ այլն, եւ եթե հանգարց նավթի վաճառքի արգելք կհանվի, նավթի կների հերթական անկումն է լինելու համաշխարհային շուկայում, ես հիշում եմ, Իրանը պարբերաբար ասում էր, եթե այդ արգելանք կհանվի, ինքը կարող է նույնիսկ նավթի կները աշխարհում իջեցնել $20, ինչը աղետալի հետևանք է ունենալու իհարկե ոչ միայն ամերիկյան նավթարդյունաբերողների, ինչ է անունը արաբական աշխարհի, այլև իհարկե այսպես կոչված մեր ողերին բարեկամի վրա առանց հետը Ռուսաստանի Դաշնությունը բավականին ծանր վիճակում է գտնվում նավթարդյունաբերման արդյունահանման տեսանկյունից բոլոր հնարավոր աղբյուրները փորփրում եմ ես եւ պարզել եմ, որ բան է տանկերները մոտ 150 նավթատար նավերը խոշոր տարբեր դրոշների տակ ստվերային նավատորմ են ասում դրանք պարզապես հիմա դեգերում են, դրեֆ են անում, չեն էլ ծախսում վառելիք, օվկիանոսներում կանգնած են պատվիրատուները ասում են ախպեր մոտիկ չգաս չենք կարող առնել նավթը, որովհետև ընկնելու ենք դաժան պատժամիջոցների տակ, սա մեկ այդ նավթի արդյունահանումը բան է անընդհատ process է ժողովուրդ ջան, այդ կանգնեցնելը բավականին բարդ է, այդ հորերը պիտի բան անել, դադարեցնել էլի աշխատանքը, վերակործարկելը լրացուցիչ լուրջ ծախսեր է ուզում, իսկ նավթի պահեստարանները արդեն գրեթե լցված են, տարբեր մասնագետների լսեցի, ասում էին, որ լավագույն սցենարով 40-45 օրում Ռուսաստանի Դաշնությունը իր արդյունահանած նավթը կարող է լցնել իր պահեստարանները եւ այլևս տեղ չի ունենա պահելու այսինքն նավթահորերի կոնսերվացիայի կամ կոնսերվացիա ասենք, հա, երևի ճիշտ բառը դա է սառեցման կամ կոնսերվացման ստիպված պիտի լինի գնալ Գումարած իհարկե Ուկրաինայի զինված ուժերի տրոնային եւ հրթիռային բավականին արդյունավետ ռազմական տեսանկյունից հարվածները նավթապազաներին եւ նավթավերամշակման գործարաններին ինչը արդեն լուրջ վնաս է պատճառել Ռուսաստանի Դաշնությանը հա այսպիսի խուճուճ պատմության մեջ է հայտնվել մեր հյուսիսային ռազմավարական ողերիմ դաշնակիցը էլի հա